Ծնկահոդի պրոթեզավորում իրականացվում է այն բուժառուների մոտ, ովքեր որ ունեն անտանելի ցավեր, ունեն ծնկահոդի դեֆորմացիաներ, ունեն ծնկահոդում արտրոզ, արտրիտ, այդ դեպքում մանրակրկիտ հետազոտություններից հետո ցուցում է դրվում վիրահատական բուժման։ Ծնկահոդի վերը նշված խնդիրների պատճառները կարող են լինել տարբեր, նախկինում ունեցած վնասվածքներ, փոքր աստիճանի դեֆորմացիաներ, որոնք որ ժամանակին շտկելու պարագայում վերածվում են արդեն լուրջ դեֆորմացիաների եւ բերում անդառնալի հետևանքի հոդի համար եւ հիվանդին կանգնեցնում էնդոպրոթեզավորման առաջ։ Պետք է պարտադիր նշեմ, որ մեծ ռիսկի խումբ կազմում են գերքաշով բուժառուները, ովքեր տարիների ընթացքում իրենց քաշի արդյունքում այսպես ասած տանջում են հոդը եւ բերում արտրոզների, արտրիտների, դեֆորմացիաների բավականին փոխվել է մոտեցումը գերքաշով հիվանդների վիրահատական բուժման ծնկահոդի էնդոպրոթեզավորման, մանրակրկիտ ենք վերաբերվում այսպես կոչված BMI ինդեքսին, որը որ քաշ բոյ համադրությունն է, բարձր թվերը մեզ թույլ են տալիս տանել հիվանդին վիրահատության, իհարկե բարձր ռիսկով, իհարկե բացատրելով, բայց նորարար իմպլանտների կոմպոնենտները մեզ արդեն թույլ են տալիս նման բուժառուներին վիրահատել եւ վերադարձնել շարք։